Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Արմոն իր կեղծ բարեկամությամբ ու դավադրություններով շարունակում է խաղալ 100 ճակատով։ Սակոյի առաջ օրը հոգսերով լեցուն մի հավատացյալ համախոհ է, Ռամի առաջ համակրանքով լի ընկեր, բայց իրականում խաբեբա մի գործիչ, որը քանդում է ընտանիքները ներսից։ Նրան հիմա այլևս Նարեն էլ չի հետաքրքրում, նրա միակ զբաղմունքը Սոնային Վռամի կյանքից վերջնականապես ընդմիշտ հեռացնելն է։ Բայց սա անում է այնքան նուրբ ձևով, որ նույնիսկ Վռամին ներկայացնում է, թե իբր ուզում է նրան հաշտեցնել Սոնայի հետ, իսկ Սակոյին համոզում է, թե Սոնան իրենց ընտանիքի թշնամին է։ Իր նենգ գործողություններով զբաղված նա անգամ մոռացել է Նարեին հոգեպես ճնշելու իր սովորական օրակարգը։ Առավոտյան Արմոն կրկին հայտնվում է Սակոյի տանը։ Այս անգամ նա առանձնանում է Վռամի հետ։ Շատ հանգիստ ու ինքնավստահ, իբր ազնիվ ընկերոջ պես ասում է, թե Վռամը եթե չի կարողանում կապ հաստատել Սոնայի հետ, ինքը կարող է օգնել նրան գտնել ու կապ հաստատել սիրելի աղջկա հետ։ Վռամը մի պահ շփոթվում է, բայց նրա հոգին լցվում է հույսով։ Մյուս կողմում Աբոն արդեն վերադարձել է Ռուսաստան կատարած ուղևորությունից։ Հայկն անմիջապես պատմում է եղբոր Միքայելի վերադարձի մասին, ինչպես նաև այն մասին, թե որքան անտարբեր, սառը ու նույնիսկ թշնամաբար էր Միքոն իրեն վերաբերվում։ Աբոն խոստանում է ամեն ինչ անել, որ բացատրի Միքոյին, թե ով է իր իսկական եղբայրը, ու որ Հայկը միայն լավն է ուզում նրա համար։ Հայրական սրտով Աբոն գիտի, այս հարաբերությունը պետք է վերականգնել, բայց մինչ Աբոն փորձում է եղբայրներին մերձեցնել, Արմոն լրիվ այլ պլաններ ունի։ Նա, իմանալով Միքոյի գալստյան մասին, որոշում է նախ ինքը գտնել նրան ու տրամադրել Հայկի դեմ։ Նրա նպատակը պարզ է՝ դարձյալ խառնել մեկ ուրիշ ընտանիք, բայց ամեն ինչ ըստ պլանի չի գնում։ Այս անգամ հենց Միքոն է գտնում Արմոին ու շատ ուղիղ, առանց շրջանցելու ասում է, եթե բան ունի ասելու ու իրեն փնտրում է, թող հենց հիմա բաց եւ ուղիղ ասի։ Արմոնն էլ պատասխանում է նույն կերպ, ասում է, որ Հայկը սիրահարված է Նարեին ու նույնիսկ հաշվի չի առնում, որ Նարեն այն ընտանիքից է, ում մեղադրում են իրենց ընտանիքը դժբախտացնելու մեջ։ Արմոյի պլանները զարգանում են սահուն։ Նա վերադառնում է Վռամի մոտ լցված սրտացավ կերպարով, ասում է, որ կարող է Սոնայի հեռախոսահամարը տալ Վռամին, որպեսզի նա կարողանա զանգել եւ խոսել իր սիրելիի հետ։ Վռամի դեմքին հանկարծ մի բեկում է հայտնվում, ուրախության նշույլ։ Նա չի պատկերացնում, որ հենց այս զանգը կարող է լինել հերթական ծուղակը, որ պատրաստել է իր հարմար Արմոն։ Հարգելի հետևորդներ, արդյոք Միքոն ու Արմոն կընկերանան։ Գրեք մեկնաբանություն։